Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից դուրս է գրվել եւ գնացել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, հայտնել է Քոչարյանի փաստաբանը։ 10 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշել էր 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահին։ Ավելի վաղ կալանավորվել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեթրակ Քոչարյանը։ Նրանց դեմ բացված գործով անցնում են մոտ 1 տասնյակ անձինք, այդ թվում նաեւ նախկին պաշտոնյաներ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգել խափանման միջոցը։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Վեհափարը եւ 6 եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ի նշանակված դատական նիստին, Facebook-ում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի 6 բարձրաստիճան հոգեվորականների քրեական գործով նախնական դատալսումները նախատեսվել են օգոստոսի 28-ին ժամը 16:30-ին Վաղարշապատի դատարանում։ Նրանց կներկայացնեն պաշտպանները։ Քրեական գործի հիմքում նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանին կարգալույց հռչակելու որոշումն է, ինչը մեղադրող կողմը որակել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Փաստաբանը շեշտել է, որ սա անթույլատրելի հակասահմանադրական միջամտություն է հայ առաքելական եկեղեցու ներքին կառավարմանն ու կանոնական կյանքին։ Նա շեշտել է, որ հոգևորական ձեռնադրելն ու կարգալույց անելը բացառապես եկեղեցու իրավասությունն են, իսկ պետությունն իրավունք չունի աշխարհիկ դատական ակտով որոշելու անձի հոգևոր կարգավիճակն ու դրա համար քրեական պատասխանատվության սպառնալիք կիրառել։ Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Քվեարկությանը մասնակցած 102 падգամավորներից 38-ը կողմ են քվեարկել, 63-ը դեմ։ Խմբակցությունը հանձնաժողովի նոր թեկնածու չի առաջադրել։ Հայաստանի իշխանությունների այսպես կոչված նոր ընկերները օգտագործում են երկիրը եւ նրա քաղաքացիներին Ռուսաստանի հետ առճակատման մեջ ծառայեցնելով դա Եվրամիության նպատակներին եւ աչք են փակում բացասական գործընթացների վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դրա խոսքով թեև Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Խոսնակը շեշտել է, որ երկրում շարունակվում եւ սրվում են ճնշումներն այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք կողմ է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը։ Այն բացասական միտումը, որը Պուտինը նշել էր Փաշինյանի հետ ապրիլին կայացած հանդիպման ժամանակ, շարունակվում է։ Մենք ակնկալում ենք, որ հայ քաղաքական գործիչները կկարողանան ազատորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին, նշել է նախարարության ներկայացուցիչը։ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊ քննարկումներին, սակայն դե յուրե շարունակում է մնալ կազմակերպության անդամ, հայտարարել է ՀԱՊ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը։ Անդրադառնալով կառույցից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ զարգացումներին, Մասադիկովը հորդորել է կանխակալ գնահատականներ չտալ։ Մենք լսել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Ես միշտ ասել եմ, որ այս կամ այն հարցի շուրջ գոյություն ունի ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հայ ժողովրդի կարծիքը, նշել է կազմակերպության ղեկավարը, շեշտելով, որ պետք չէ առաջ ընկնել իրադարձություններից։ Կառավարության որոշմամբ նախատեսվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանությանը կից հիմնել ռազմական կցորդի հաստիք։ Ըստ պաշտպանության նախարարության այս քայլը նպատակ ունի խորացնելու անվտանգության գործընկերությունը եւ զարգացնելու պաշտպանական կարողությունները Լեհաստանը դիտարկելով որպես կարևոր կամուրջ Հայաստանի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության միջև։ Հայ-լեհական ռազմական համագործակցության ընդլայնվող ծրագիրը կներառի հարանգիչների պատրաստում, համատեղ մասնակցություն խաղաղապահ առաքելություններին, ռազմական կրթություն, սերժանտական կազմի պատրաստություն եւ ռազմական բժշկություն։ Նախատեսվում է, որ ռազմական կցորդը իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից Պաշտպանության նախարարության բյուջետային միջոցների ֆինանսավորմամբ։ Երեկոյան ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի մի բնակիչ տնից դուրս է եկել, թողնելով ինքնասպանության մասին վկայող երկտող, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Որոնողական աշխատանքներից հետո քաղաքացուն հայտնաբերել են Սևանա լճում։ Երբ ջրասուզակը լճից դուրս է բերել մարմինը, պարզվել է մահացածի պարանոցին քար է կապված։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հատկանիշներով։ Դեպքի այլ հանգամանքներ դեռևս պարզ չեն։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի 2 մասնագետները վերադասի առաջարկությամբ եւ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից։ Օգոստոսի 21-ին մամուլում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, որ 2 կին հսկիչ ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ։
երբ որ դել հենց հիմա ոստիկանությունը կանչել, ես քեզ ոստիկանություն կանչել։ Սրան դայիլը։ Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը։ Անվանի արվեստագետն իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին, մեծ ներդրում ունենալով հայ թատարարվեստի եւ ոլորտի կրթության զարգացման գործում։ Ըստ գործընկերների նրա երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական ճանապարհը, մասնագիտական վարպետությունն ու մարդկային ջերմությունը անջնջելի հետք են թողել բազմաթիվ սերունդների կյանքում։ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների օրակարգն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը։ Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում նախատեսված առաջնորդների գագաթնաժողովին, ինչը Իրակլի Կոբախիձեն սիրով ընդունել է։ Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրևներն ու հուժկու կարկուտն առանձնակի սաստկությամբ դրսևորվել են Գյուլագարակ համայնքում։ Տարերքի անսովոր ինտենսիվության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը, արձանագրելով տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է տեսակապային խորհրդակցություն նվիրված օրամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Օրակարգի առանցքում եղել են զինվորական կարգապահության ամրապնդման ուղղված միջոցառումների հետևողական իրագործումն ու ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացումը։ Պաշտոնական Բաքուն Ռուսաստանից պահանջել է հետաքննել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ազգային բոլշևիկների բողոքի ակցիան, այն որակելով որպես հարաբերությունները սրող սադրանք։ Ցուցարարները Բաքվին մեղադրում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին խոշտանգելու եւ հակառուսական քաղաքականության համար, հիշեցնելով Ադրբեջանում ազատազրկված ռուսաստանցի մասնագետների եւ հետախուզվող լրագրողների մասին։ Ռուս ակտիվիստները Կրեմլին քննադատում են սեփական քաղաքացիների շահերը թույլ պաշտպանելու եւ Բաքվի առջեւ արդարանալու համար։ Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զինվորական է զոհվել։ Նրա կինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի հզոր ալիքից վնասվել են նաև կայանված ավտոտրանսպորտային միջոցները, ինչի առթիվ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ուկրաինական կողմը ևս հայտարարություններ էր արել հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը վերակենդանացնելու ցանկության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության, հիմնվելով 2022 թվականի Ստամբուլյան պայմանավորվածությունների վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու մասին։ Թիրախավորվել է մետալուրգիական եւ նավթամշակման արդյունաբերության օբյեկտներ, լոգիստիկ կենտրոններ եւ էներգետիկ ենթակառուցվածքներ Կիևում, Բորիսպոլում, Զապարոժիեում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում եւ Իլիչովսկում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի քարտուղարին եւ անդամ պետություններին, կոչ անելով դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները, որոնք Թեհրանը բնութագրում է որպես տնտեսական ահաբեկչական գործողություն։ Իրանի դեմ ագրեսիվ պատերազմներում իր հանցավոր նպատակներին չհասնելուց հետո Միացյալ Նահանգները որոշել է ճնշման եւ հարկադրանքի միջոցով հետապնդել նույն անօրինական նպատակները տնտեսական ահաբեկչական գործողության միջոցով, նամակում նշել է Արաղչին։ Այս ֆոնին ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ չեն բացառում Հորմուզի նեղուցի ցանկացած հատվածին հարվածելու հնարավորությունը։ Ռումինիայում մայր արջը պոկել է ավտոմեքենայի մի մասը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ վարորդները փորձել են մոտենալ եւ նայել փոքրիկ արջուկներին։ Մայր արջին դուր չի եկել ավելորդ ուշադրությունը, ինչն էլ դարձել է կենդանու ագրեսիվ արձագանքի պատճառ։